Ամեկ պլյուսի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը։ Պարոն Մարուկյան, մենք կարող ենք պնդել, որ ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մեծ մասը այդ կարգավիճակը ստացել է ընտրակաշառքի միջոցով։ Եվ եթե այո, ապա ո՞րն է ձեր, այսինքն իսկական ձայներ ստացած պատգամավորների անելիքը։ Մեր անելիքը նախ կարող ենք պնդել, որ ազգային ժողովը, այս եւ ընդհանրապես իշխանությունը, հանրապետական կուսակցության 49% ստացած քվեն ձևավորվել է ադմինիստրատիվ ռեսուրսի եւ փողի հաշվին։ Որն է մեր անելիքը։ Մեր անելիքը փող զսպելն ու հակակշիռ լինելն է այդ եղած փողին, ադմինիստրատիվ ռեսուրսին ու այն երևույթներին, որ մենք գիտենք, որ կա։ Եվ գիշեր-ցերեկ աշխատել է, որ Հայաստանի Հանրապետությունում այն փոփոխությունները, որի մասին որ մենք խոսում ենք, այդ փոփոխությունները կան։ Այդ փոփոխությունները կարող են միանգամից գալ, եթե մենք ստանայինք այնքան մանդատ, որքան անհրաժեշտ է իշխանություն ձևավորելու համար։ Բայց դա մենք առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համակարգված եւ միահամուռ աջակցությամբ չենք կարող։ Ելք դաշինքի օգտին քվեարկել է 122,049 մարդ, որոնց ձայնը մենք հնչեցնելու ենք ազգային ժողովում, որոնց պատվիրակն ենք մենք լինելու եւ մենք այնպես ենք աշխատելու, որ նաեւ այն 1 միլիոն եւ ավել քաղաքացիները, ովքեր քվեարկել են այլ ուժերի, նրանք էլ զգան, որ մենք էլ նաև իրենց падգամավորն ենք եւ այնքան լավ ենք աշխատելու, որ հաջորդ ընտրություններում մարդկանց որքան էլ փող առաջարկեն, ինչպես էլ ճնշեն, մարդիկ չգնան այդ ճանապարհով, գնան փոփոխությունների ճանապարհով, գան քվեարկեն մեր օգտին։ 9 մանդատով դա հնարավոր է։ Ես կարծում եմ 9 մանդատով շատ բարդ է լինել հակակշիռ, բայց հնարավոր է։ Եվ հնարավոր է օգտվել նոր արժեքանոնակարգ օրենքի մեխանիզմներից, հնարավոր է օգտվել նոր սահմանադրության մեխանիզմներից եւ նաեւ հնարավոր է այնպես անել, որ այն քաղաքական ուժերը, որոնք որ առաջին նիստին հայտարարեն, որ իրենք ընդդիմադիր են, այնպես անել, որ նրանք նույնպես միանան մեր նախաձեռնություններին, հա, եւ փոզսպող դերակատարում տեղի ունենա։ Այն վեճը, որը կա ձեր ելքի եւ որոշ ընդդիմադիր այլ ուժերի միջեւ, դա մի օր ավարտվելու է, թե 5 տարի տևելու է։ Գիտեք, մենք որևէ ընդդիմադիր ուժի հետ վեճ չունենք, մենք շատ զուսպ արձագանքներ, եթե արձագանքում ենք, շատ զուսպ ենք արձագանքում եւ մենք շարժվում ենք առաջ։ Մենք ունենք մեր առաքելությունը, մենք հասկանում ենք այն բեռն ու պատասխանատվությունը մենք, որը որ մենք ստանձնել ենք, մենք գնում ենք դա այդ առաքելությունը իրականացնելու եւ իդ չենք նայելու ինչ որ անլուրջ մեղադրանքների պատասխանել կամ ընդհանրապես մտնել այդ բանավեճի մեջ։ Դա որևէ բան չի տալիս։ Ոչ մեզ, ոչ էլ այն մարդկանց, ովքեր այդ բանավեճը բացում են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցն էր ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը։